Ղազախեցյան նվերի մորակույրն եմ։ Ինչ անենք 20 թվին ինքս ինձ ծառայող էր։ Մի ամսվա աշխատող, չարաբաստիկ պատերազմից հետո ինքն էլ գնաց միացավ մեր անմահասիրողներին։ Ինչ շատ մարտերի եմ մասնակցել, ծանր վիրավորում է ստացել, թեպետ ինքը ի վիճակի չէր հերթական մարտը վարել, բայց էլի մարդ ընջում էր, պայքարում էր մեր հողը ազատ պահելու համար, թշնամուց պետք է ազատեին։ Չարաբաստիկ պատերազմը մեր բալիկին էլ խլեց մեզանից, թողեց դատարկաձեռն, միացավ մեր անմահ հերոսների շարքին ինքը։ Իրանով կյանքը մեր կային էլ առանց իրան կյանքը կանգնած է, ինքը իր մորական կողմից Հատիկ պապիկի խնամակալության տակ էր, իր մաման մահացած է, իր հայրն էլ գոյություն չունես երկրի վրա իր համար։ Հենց խոսում էինք ծնողներից, ինքը ասում էր ինձ մի մամա ունեմ, դել արդեն հրեշակ է դարել վերևից, բոլորին հսկում է։ Գնաց միացավ իր մամային, այժմ իր տատիկը պապիկն էլ չկան, ինչ անենք, փոքր ընտանիքը հավաքվում է իրար կողմ, և կարոտն է էլի, այս հողի կարոտը սրտում գնաց սև հող, ինչ անենք, բոլորի նման մենք են դառանք սևացկեստ, ինքը դեռ ամուսնացած չէր, բալիկ չուներ, բայց սիրած աղջիկ ուներ, չարաբաստիկ պատերազմը թողեց ինքն էլ ընտանիք կազմի, գոնե մի բալիկ կլիներ, կսփոփեինք իրանով, ինչ անենք, Աստված եռհակի է մեզ պատիժ տվել, սկզբից իր մաման, հետո ինքը, հետո մեր ծնողները, որ շատ դժվարությամբ իրան պահեցին, մեծացրին, մենակ ինքը չէր, 3 երեխա էին, 3 տղաբալիկ, իր մորական տատիկ պապիկը պահեցին, պայպայեցին, որ իրանց մորազներին հասցնեն, տատիկ պապիկի տունը քանդեցին, ինչ անենք, ես հարյուրավոր ընտանիքներ քանդվեց, Երանին մի փոքր հուշ ունե իր բալիկից, գոնե իր այդ բալիկի կարոտը իր ժառանգից կստանան, առանց մեր հերոսների ինչ նոր տարի, բոլորը մերն են, կապ չունի, մենք ենք ծնել, թե ոչ, կապ չունի, Ղարաբաղցի, Հայաստանցի, բոլորը մարդ են, բոլորը վիշտ են տեսել, ինչ անենք, չարաբաստիկ պատերազմը հերթական կորուստները տալով, էտապ քայլում է մեզ հետ, պայքարում ենք, վերքերը չեն սպիանում, չեն մոռացվում մեր տղաները, ինչքան ապրենք պետք է իրանց հիշատակը վառ պահենք, իրանց չկատարած գործը մենք պետք է անենք, կապ չունի, թե ինչ սեռենք, հերթական մեր բալիկները, ժառանգները պետք է մեր զինվորների արածը իմանան, վերջի կաթիլարյունը իրանք չեն խնայել, հայրենի հողի համար, բայց ինչ անենք, ոչ մեկը իզորու չէր պայքարելու, ով ինչքան կարում էր պայքարում էր, թե մարտի դաշտում, թե բժիշկներն էին պայքարում էր զինվորների առողջության համար, տա Աստված էլ պատերազմ չտեսնեն, թող վիշտը ավարտվի, ճիշտ է, կյանքը շարունակվում է, բայց մեր զինվորների արածը չպիտի մոռանանք, որ մենք հայ ազգ ենք, պիտի գոյատևենք, պիտի ջանք ներդնենք, մինչև մեր վերջի շունչը պետք է պայքարենք, մնանք հայ ու ապրենք հայ հողում։ Ես էլի մեր հերոս նվերի մորակույրն եմ, ինքը այնքան մեջը ուժ կար, թեկուզ պատերազմի ժամանակ ես իրան ասում էի նվեր,
ցավը տանը զինվորներդ վերցրու հետ արի քեզ ոչ հող ոչ չես տենում որ պայքար դուք պայքարում եք բայց այդ արդյունք չի ասма մորգուր իմ դեմն է ցերեխակա դեմքի մաշ չի պսնում ես ոնց ցերեխեքս թողեմ հետ գամ դայև ինքը վիրավոր ժամանակ մենք ուրիշներից ենք իմացել իրա էլ ավելի բարձր սպաներից որ ինքը թեկուզ վիրավոր ոտքը եւ ձեռքը ծալած հանել է իրա բժլատը իրա զինվորին փաթաթել շտապօգնությունով ուղարկել Ստեփանակերտ մեր հոսպիտալ իրա ծնողներն են կապվել այդ նույն տղան է եկել ասма իմ կոմանդիրը ինձ փրկեց բայց ես չկարողացա ինձ տարան ինքը մնաց բայց ինչ մնաց հող պաշտպանի արյուն տվեց բայց ոչ մեր երեխաներին ուղակի տեղ կա չեն գնահատել բայց մենք քանի դեռ հայ ենք դեռ շնչում ենք դեռ պայքարելու ենք քանի մենք կանք ու թող մեր սերունդները մեզ տենան ու իրանք էլ ավելի ուժով լցվեն եւ մեր հերոսներին երբեք չմոռանան թող իրանց արարքը թող իրանց հերոսությունները թող բարձր պահեն իրանք էլ մեր բոլոր հերոսները վերևից թող նայեն որովհետև առաջինը իրանք են տեսնում առաջինը իրանք են զգում մեր ցավը մեր վիշտը բայց մենք այդ ցավը կտանենք այդ վիշտը կտանենք ուղղակի թող իրանք հանգիստ ննջեն թող վերևից բոլորին հսկեն եւ մեր բոլոր բալիկներին մնացած բալիկներին թող իրանք վերևից ուժ տան իրանց այդ զորությունը իրանց հերոսությունը իրանց այդ կամքի ուժ ունենալը թող մեր ապագա բալիկներին լինի մեր ապագա սանիկները լավ մեծանան որ կարենան մեր այս եղածը պահենք պաշտպանենք չթողենք շուն ու գելի բերան ընկնի տեղից էլ մենք ընկել ենք տեղից էլ Ղարաբաղ ենք թողել հող ենք թողել տուն ենք թողել սաղ չենք ամ մենակ մեր հերոսները որ չպիտի սենց լներ ուղղակի ցավալին է նա որ ինքը երբ որ զոհվեց իր հողակավորության ժամանակ ասում են մենք նաև իրան հողին ենք հազնում նաև ստորագրում են ինչ են ստորագրում ինչ են ստորագրել այ մենակ այդ մեր կառավարությունը ուր է որտեղ է թաքնվել են պատվալներում նկուղներում մենակ ձևական գալիս ձևական խոնարհվում պետք չի մեր երեխաներին խոնարհվել ձևական գնահատեք մեր հերոսներին ես ավելացնելու ոչինչ չունեմ ոչ կառավարություն ենք ոչ էլ երկիր ես մենակ այդ կասեմ